ուրիշ բան, որ կարող են որոշ մեր գործընկերներ օգնել մեզ մոտեցնել մեր դիրքորոշումը եւ մենք դա տեսել ենք բարբերաբար իհարկե Ադրբեջանը աստիճանաբար սկսել է խուսափել այդ հարթակներից, սկզբից ռուսական հարթակից, հետո արևմտյան հարթակից, բրյուսելյան, հետո վաշինգտոնյան հարթակից եւ մենք փաստացի արձանագրել ենք մեր հաջողությունները երկկողմ ուղիղ երկխոսության միջոցով եւ ես վստահ եմ, որ դա ամենաճիշտ ճանապարհն է, թեև հասկանում եմ Ադրբեջանը ինչու է խուսափում միջնորդությունից, բայց նաև եթե մենք միջնորդ ասելով նկատի ունենք երաշխավոր այդ համաձայնությունների կատարման, ապա դա միֆ է, որը նաև բազմաթիվ անգամներ ցույց է տրվել միջազգային հարաբերություններում այլուր եւ եթե երկու երկրները անկեղծորեն չեն հավատում որ այդ համաձայնագիրը բխում է իրենց երկու երկրների շահերից եւ մենք անկեղծորեն չեն ուզում դրան կատարել, ինչ միջնորդ ուզում է լինի այդ ստորագրման պահին կամ որ քաղաքում էլ որ դա ստորագրված լինի, դա հավանականությունը դրա գործելու շատ ավելի փոքր է լինելու, քան եթե երկու երկրները անկեղծորեն երկխոսեն, ինչքան էլ որ դա դժվար լինի, ինչքան էլ որ դա վերքեր լինեն դեռ չսպիացած, ինչքան էլ որ վատ պատմություն լինի երկու երկրների միջև, միևնույն է ուղիղ երկխոսությունը ամենա ճիշտ եւ ամենակայուն խաղաղությունն է բերելու